Երիտասարդական նորակառույցի վրայից կռունկները գնացել են, շինարարական աղմուկը կողքից է, թաղամասը կունենա նաև սպորտային համալիր։ Նույն ինչ-որ նկարի վրա է, նույնն էլ ստեղ արնելու էլի, սե սիրուն աստիճաները։ Վարպետ Վարդգեսն ու նրա շինարար ընկերները գծագրից ոչ մի սանտիմետր չեն շեղվել, նոր թաղամասերի հիմք են գցել, 1000-ից ավելի տուն կառուցել։ Վարձով տանը ծնվեցին, կմեծանան սեփական հարկի տակ։ Երիտասարդ ընտանիքը կապրի Զեյթունից Արա լեռանը նայող 112 բնակարանում։ Լուսավոր է, բավական սենյակը։ Դավիթն ուսուցիչ է, Արմինեն հոգեբան, տունը նեղ թված, երբ Կատրինը ծնվեց։ Կատրինա Փոդորիկն է, այդպես էլ ինքը վարվում է մեզ հետ, մեր տանը։ Շատ ակտիվ է։ Ահավոր ակտիվ երեխա է, բայց շատ լավն է ինքը։ Եվ Վիկտորիան մեր հաղթանակն է։ Զեյթուն 2-ը Մաչելի բնակարան երիտասարդ մասնագետներին բնակարանային խոշոր ծրագրի 6-րդ փուլն է։ 138 բնակարան ունեցող այս շենքը շահագործման կհանձնվի ընդամենը 1 ամսից։ Այստեղ կապրեն երիտասարդ գիտնականներ, դասախոսներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ ու բանկիրներ։ 10 տարի անց Արսեն Քարամյանը հիշում է այն ժամանակ վարչապետ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հետ մայրբուհում զրույցը։ Ծրագրի գաղափարը ծնվեց հարցից. ինչ խնդիր ունի այսօր երիտասարդ դասախոսը։ Պատասխանեցի, որ այս պահին մենք ունենք պետական համալսարանում առհասարակ սրված բնակարանային կարիքավորության խիստ խնդիր։ Սերժ Սարգսյանը երիտասարդ դասախոսների բնակարանի խնդիրը առաջնային համարեց, պահանջեց արագ լուծում գտնել։ Նպատակը միայն այն է, որպեսզի կարողանանք ապահովել շատ թե քիչ նորմալ պայմաններ։ Ավան 1-ի հիմքը դրվեց, երբ միջազգային ֆինանսական շուկայում ցնցումներ էին։ Մեր շինարարները գործն ավարտեցին 2 տարում։ Գիտնականի համար ուղիղ 50 տարի քարը քարին չէր դրվել։ Հասցեական նախագիծը դարձավ համապետական, գիտնական, լրագրող, բժիշկ, նկարիչ, մարզիկ, ծրագրավորող ու մտավորական ձեռք բերեցին էժան բնակարաններ։ Տանտերը 2360 ընտանիք, բնակարանի է սպասում եւս 1000 երիտասարդ։ Սա դառնում է մեր նոր օջախը, որը պարտավորվում ենք ավելի շենացնել։ Ծրագիրն իրականացվում է նախագահի անմիջական հսկողությամբ։ Երկրի ղեկավարն առանց տեսախցիկների հաճախ է այցելում շինհրապարակ։ Սա այն է, ինչ որ նաև այս ծրագիրը դարձնում է անխոցելի որակական առումով։ Հաջորդ ամենամեծ շինհրապարակը բացվեց Շիրակում։ Երկրաշարժի քանդած գյուղու քաղաքում սկսեցին բնակարաններ կառուցել։ Հանդիպումը երկրաշարժի էպիկենտրոնում էր։ Շիրակամուտցի ընտանիքներին նախագահը մի քանի անգամ այցելեց, երբ տնակում էին, հետո արդեն միասին նշելու բնակարանամուտը։ Երազի պես հաղթել ենք, չեմ է հավատալ, ես երազ է տես կալանը։ 3 տարում Գյումրին 2 նոր թաղամաս ունեցավ, 65 միլիարդ դրամով լուծվեց 4914 ընտանիքի բնակարանի խնդիրը։ Շնորհավոր եմ, Ամենամեծ բաղադրիչը Գյումրիում է, 2812 բնակարան է շահագործման հանձնվել։ Պաշտպանության նախարարությունում այս գրառումը Գերագույն գլխավոր հրամանատարի ելույթից են վերցրել, դարձրել գործի նշանաբանը։ Զինծառայողների համար վերջին 10 տարում 71 շենք է կառուցվել, հանձնվել 2123 բնակարանի բանալի։ 2008-ին նախորդած անկախությունից հետո բոլոր տարիներին կառուցված բնակմակերեսների համացությամբ դա 51%-ով ավելին է։ Ազգբանակ համաժողովում գրեթե հրամանի պես հնչեց զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանի խնդիրը ամբողջությամբ լուծել։ Հանձնարարել եմ պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար։ Անցած տարեվերջին պահանջը կատարվեց 2018-ի ավարտին տանիք կունենան երկրորդ կարգի հաշմանդամ Անոթևան նախկին զինծառայողները։ Զինվորական այս շենքը ամենանորն է։ Աննկարագրելի է տպավորությունները։ Զինվորական թաղամաս կառուցելու նախագիծը պատրաստ է, հայկական բանակի սպաները կօգտվեն Մատչելի հիփոթեկից։ Սա անկախությունից հետո իր տեսակով ամենախոշոր բնակարանաշինական ծրագիրն է Եզակի ԱՊՀ-ում ու Արևելյան Եվրոպայում։ Երևանի նոր հասցեները կլինեն Ավան 5-ը, 6-ը, Զեյթուն 3-ը։
ծրագրի աննախադեպ փուլն առջևում է։ Աջափնյակում 67,000 քառակուսի մետրի վրա կդրվի երիտասարդական նոր թաղամասի հիմքը, կկառուցվի 840 բնակարան։ Իմ տպավորությամբ եւ նաեւ նախագահի ցուցումներից ելնելով, որ այն վերջ չունի, այն շարունակական է, որովհետեւ անընդհատ խնդիր գոյություն ունի, անդադ նոր ընտանիքներ են ծնվում։ Արսենն ընտրել է պետության համար գերակա ուղղություն։ ՏՏ մասնագետի կարծիքով բնակարանաշինական նախագիծը նշան է, որ պետությունն ուշադիր է իր երիտասարդ քաղաքացու հանդեպ։ Նայված էր, մանավանդ 3 երեխա ունեինք, հիմա այստեղ արդեն ավելի ընդարձակ ենք, լայն ենք։ Պետությունն օգնեց նոր ու մեծ տուն ունենալ, բնակիչների պատասխանը համալրված ընտանիքն է։ Մայա Խաչատրյան, Հակոբ Թումանյան, 360 աստիճան։